Ողջույն աղջիկներս, բարի գալուս նոր վլոգ, ինչպես եք, հուսով եմ լավ եք աղջիկներս, այստեղ ինչպես տեսնում եք տորտն եմ հավաքում, հենց այս պահից էլ սկսում ենք մեր այսօրվա վլոգը, տեսնենք ինչպես ենք սկսում և ինչպես ենք վերջացնում, դե արդեն սկսում ենք տորտը հավաքելով, կփորձեմ ամբողջ ընթացքը նկարահանել, որպեսզի դուք էլ տեսնեք, ինչ շատ են գրում Աննա ջան մեր հետ զարդարիր, Աննա ջան մեր հետ հավաքիր, կփորձեմ այսպես ձեր հետ մինչև վերջ գործս ավարտին հասցնել, դե ինչ մնացեք ինձ հետ, եթե ունեք հարցեր ապա գրեք, մեկնաբանություններ գրեք, ես մեն սիրով ընթերցում եմ և շատ շուտով կպատասխանեմ և անչափ շնորհակալ եմ ձեր հավանությունների և գեղեցիկ խոսքերի համար, դե ինչ անցանք վլոգին, տեսնենք ինչպես ենք հավաքում տորտը, ինչպես եմ զարդարում, մանրամասն կներկայացնեմ ձեզ։ Հիմա ես աշխատում եմ աղջիկներս հարթեցման վրա, ինչպես տեսնում եք ինձ օգնության է հասնում Գյորգին, քանի որ ինքը շատ լավ գիտի ինչպես հարթեցնել, ինչպես այսպես ինձ էլ սովորեցնում է, ինչպես կարելի է ճիշտ հարթեցնել։ Հենց տենում է ես ինչ-որ սխալներ եմ անում, միանգամից գալիս է և ինձ ասում է այս ձև մի արա, այս ձև արա, որպեսզի լավ ստացվի քո մոտ, դե ինչ Արդեն ինչպես տեսնում եք, հարթեցումն եմ սովորում, աղջիկներ ջան, ամեն ինչ ժամանակի ընթացքում այսպես ավելի լավ կստացվի։ Կարևորը չենք հուսահատվում և միշտ շարժվում ենք առաջ։ Այսպես դանդաղ քայլերով կամանց գնում ենք առաջ։ Կարևորը սկսելն է և երբեք հետ չնայելը, միշտ առաջ։ Այստեղ ինչպես տեսակ ելակը ընկավ և հարթեցումս այսպես փչացրեց, բայց ես չեմ հուսահատվում և ելքը կգտնեմ, ելակներով կպատեմ, որպեսզի չերևա այդ հատվածը, որ կարևորը չենք հուսահատվում աղջիկներս, ինչ-որ մի ձև հիմա մտածում եմ, որպեսզի զարդարեմ և ապա տեսեք մի անգամից ուղեղումս հայտնվում է այսպիսի տարբերակ, որպեսզի ահա ելակներով պատեմ այդ վնասված հատվածը և արդյունքում ստանում ենք շատ գեղեցիկ տոնական տորտ։ Բնականաբար տորտը նախատեսված էր տոնական օրի համար, այսօր առիթ ունենք, տեքորս ծնունդն է։ Հիմա արդեն տորտը պատրաստ է, մնում է երեխաները մոմերը փչեն և անցնենք վայելելու։ Հա բերեք, սեք մի րոպե, սեք գորո պարզիոմ Հոպարին չենք մաղթում, գորոպարին չենք մաղթում Արսեն սեղանի վրա մի կանգնի Երջանկություն ու լիկը Ծնունդը շնորհավոր Երեխեք ուրեմս ես ու Գյորգին խոհանոցում նստած ենք, ջուրբազն են ցահաչում, ասում ենք ես ով եկել է ժամին հայն Սևոն էլ հետը դուրս գանք տեսնենք Ոզնիա եկել Մեր հայաթում էր Էսա կաթ ունեմ, տաքացնեմ, տամ խմի Էսի մերն է Ինչքան ժամանա, հիշում ես էլի պահում էինք, որ բալկոնից փախավ Մամա Ուժը մեծացել է Da, Elena, Elina, Gali. Canci la Elina.
Ուղարկի Լերիկի մոտ։ Նայ, հələ ինձ սիրուն Էրիկ։ Ես ինչ լովն է։ Հələ նայ։ Հələ նայք։ Ասում հələ նայ։ Ջան։ Կամանց Էլինա, կամանց կծակի բալես։ Էսա սպասի կատ տակասնեմ կատ խմի նոր։ Եկել հյուրասիր ենք։ Էսա մի փախի։ Կաթ եմ լցրել դրել, լտեստենք կուտի թե չէ։ Էսա կուտի, կաթ լմոտիկ բեր Գյորգ։ Բայց մեծ է երևում։ Այնքը մեծ ջան է։ Ինչ քիթան է։ Հա, տարիքով է երևում։ Ահա, հələ սուս։ Ջան։ Ահա։ Կալմա կումոտ հա։ Да. Папа, осторожнее. Давно че? Раша был такой маленький. Բարի առավոտ աղջիկներս, առավոտ շուտ գտնվում եմ մեր դրախտավայրում և ինչ եմ անում, մի հատ բնականաբար ձեր հետ սուրճ եմ խմում և անցնում եմ գործի, քանի դեռ անձրև չի եկել, մի քանի տեղ քախանուն եմ անելու, այդ քախանը պետք է վերջացնեմ, կարտոֆիլինը դեռ չեմ վերջացրել աղջիկներ ջան, հիմա չեմ կարող մտնել կարտոֆիլի մեջ, եթե մտնեմ հողը կնստի, հետո չեմ կարող բուգը հավաքել, այդ իսկ պատճառով այնտեղ եմ գործանում, որտեղ որ բուգ հավաքելու կարիք չկա, օրինակ կլուբնիկաների մեջ ելակները պետք է նորից այս բեղիկները դուրս եկե, հələ նայեք, ես պոկում եմ, իրենք գալիս են ու հələ նայեք բերքին աղջիկներ ջան, հələ նայեք ինչ լավն են, ստեղ մի երկուսը տեսա արդեն կարմրել են, այն որ տեսնում ես աշխատանքիդ արդյունքը, ավտոմատ տրամադրությունը, պես բազմապատվում ալավանում այլ, չգիտեմ, շատ ուրախ եմ, որ թուպը բացում եմ, սենց բերքը մեջը առատ է, հələ նայեք, ահա, հիմա բեղիկներն է կհեռացնեմ, լիքը խոտ արդեն քախան է հանել եմ առավոտ շուտ, ասեցի մի հատ գամ ձեր հետ կոֆե խմեմ, հələ նայեք, հետո նոր անցնեմ գործերիս, եկեք միասին վայելենք աղջիկեք ջան, սնիկերսիցս այսքանն եմ մնացել, ամբողջ տորթը 3 հատավ, ու երեխեքան այնց համով է, չեք պատկերացնի, անմահական համով աստացվեմ, աղջիկներ ջան, ելակը մաքրեցի, վերջացրեցի ամբողջովին, եկա հասա լոբիներին, այսքան մարգա արդեն սաղ մաքրել եմ, հələ տեսեք իշխան խոտա դուրս եկե, ու սաղ փուշ, ահա, վերևի կարտոֆիլի հետ մի մարգն է բացեցի, ես կողմից այն կողմից, ներսը չեմ կարող մտնել, որովհետև ահա որ թացա, Աստեղ կարող եմ մտնել, որովհետև արդեն մեկ բուգը հավաքած է, մնում է երկրորդը, ստեղ ոչ մի խնդիր չկա, ուղղակի պետքա փխրեցնեմ, իսկ այնտեղ պետքա նոր հավաքեմ, եթե հիմա մտնեմ, հետո չեմ կարող այնտեղ գործ անեմ։ Այդտեղից վերջացրեցինք, այստեղից ներկապային վերջացնում եմ, արդեն 11:30 գնամ տուն հաց սարքեմ, երեխեքս հաց ուտեն, չենք մոռանում, որ տանը երեխա ունեմ, երկուսն են, Էլինան ու Էրիկը, Արսենի ժամը 3:30 եմ վերցնելու, ստեղ տեսեք ինչ եմ արել, սենց ամբողջը հնձել եմ, սենց մաքրել, ոչ թե հնձել, այլ քախանել էլի, թուզից առնելը նայեք, նորից այսպես սկսելա ծաղկել, ես չգիտեմ, երևի շիվերը չորա, պետքա կտրենք գցենք, հələ նայեմ, չգիտեմ, ինձ թվում է պետքա այս
ջարդենք, թե կտրենք, չորացած է էլի։ Որտեղից աճ կտան, այնց հետո արդեն կկտրենք։ Երևի ստեղից չորա։ Աստեղ աղջիկներ ջան, քախանեցի։ Այնտեղ էլ եմ մաքրել, աստեղ վարունգի տեղն եմ բացում։ Այսքանն էլ կխախանեմ, այսօր երևի կհասցնեմ, այսօր այսքան ու լոբին ամբողջովին մաքրեմ։ Հələ նայեք թարխունը, բայց խի սենց թորմշեց։ Ձեռնոցով չեմ կարող աշխատեմ աղջիկեք ջան, չի ստացվում ու վերջ։ Լավ դե ինձ թվում է կկպնի։ Սոխերն են լավացել, այստեղ համեմներն է լավացել աղջիկեք ջան։ Ռեհանն արդեն բացվում, կամանց, սես քիչ, ամեն տեղից մի քիչ պոկում եմ խոտը։ Ահա։ Մաքուր լինի էլի։ Հիմա գնամ հաց սարքեմ, հաց ուտեն երեխեքը ու նորից կգամ, մինչև ժամը 3-ը, 3:30 էլի կգամ գործ կանեմ, եթե մինչև այդ անձրև չգա, չխանգարի անձրևը։ Ինձ մնում այդքան խոտը հանեմ, կարտոֆիլի խոտը հանեմ, մեկ էլ լոբու ու կարտոֆիլի բուգը հավաքեմ։ Ատենց էլ դժվար գործ չկա, հələ ես իմ հավերին փագած եմ պահում, այս հարևանի հավերն ու աղունակները մեր հողից անպակաս են։ Շիթիլները թանկ առնեմ, բերեմ դնում եմ աղջիկեք ջան, այս հարևանի եղածը գալիս աղ ջարդում եմ։ Շա! Աստեղ պետքա փակվի, թե չէ սենց չի լինի։ Երկու հավ իրար հետ նստած են։ Են մեկ։ Բադու։ Երև ինքը նոր անստ է։ Գնացինք սիրուններս, գնանք տուն։ Հաց սարքեմ, երեխեքը հաց ուտեն ու նորից կհանդիպենք հողամասում։ Երեխեք ջան, հողամասից դուրս եկա։ Գնացի տուն արագ, տները հավաքեցի ու եկա մանկապարտեզ Մարիայի Վարսենի հետևից։ Մարիային բերեցի տուն, մի հատ աննա այդ կոֆե խմեցինք ու հիմա արդեն անձրև է գալիս, դանդաղ, իսկ մենք արագ տուն ենք գնում, շուշուտ արի կյանք, գնանք խոզեյնը կերակրենք ու գնանք բոր շեփելու, արի շուշուտ, վազեցինք, раз, два, три, խապելով տուն եմ տանում վազացնելով, այսօր եկեղեցում մարդ կա, ուրբաթ օրը, հայ ջան, դա շաբաթ օրը տեսնենք վաղը բաց է, արի շուշուտ կյանք, Էլինա սոյերիկս էլ տունն են, ջան, ով թափեց, հենց աջա, բա, կամանց գնալ չկա, վազացնելով տանում եմ, որ չթրջվենք, իրան մնա հանգիստ գալիս է, պոտկերս, գնամ շուտ հաց պատրաստեմ, վլոգը մոնտաժեմ տեղադրեմ փոքր ալիքում, արդեն քանի օր տեսահոլովակ չունեմ փոքր ալիքում, վլոգը տեղադրեմ ու անցնեմ հաջորդ վլոգի, այսպես հավաքվել է տեսահոլովակները, մնում է մոնտաժեմ, շուշուտ արի, գալում ես, աղջիկներս ինձանից բաղադրատոմսեր եք ուզում, տարբեր տեսակ տորթերի, մի փոքր համբերեք, սպասեք, իմ մոտ ամեն ինչ իդեալական ստացվի, միանշանակ ձեր հետ է կկիսվեմ, ուղղակի հիմա ես դեռ են սովորելու փուլի մեջ եմ, բաներ կա, որ լավ չի ստացվում,
բաներ կա, որ մի անգամ թխում եմ լավ է լինում, հաջորդ անգամ մի տեսակ է ինչի լինում, ինչպես որ պետք է մի հատ ես բաղադրատոմսը այսպես վերցնեմ, ինքս ինձանով պատրաստեմ, հետո նոր ներկայացնեմ։ Հիմա եթե ես այդ բաղադրատոմսերը ներկայացնեմ, այդ իմս չի։ Ուղղակի ես սովորում եմ այդ տեսանյութերով։ Այնպես որ կսովորեմ, ոսկե միջինը կպատրաստեմ ու նոր կներկայացնեմ ձեզ։ Հիմա ուղղակի ես չեմ կարող աստղիկի տեսահոլովակներով այսպես կիսվել ձեզ հետ, ինչպես որ ինքն է սովորեցնում, նույն բաները չեմ կարող անել ու տեղադրել ու ներկայացնել նա։ Այդ շատ մեծ աշխատանք է տանում, իմ աշխատանքը չի, կրկնում եմ, որպեսզի հանկարծ չմտածեք, ես սովորում եմ ու չեմ ուզում ձեր հետ կիսվել։ Եթե իհարկե այդքան ամեն ինչ հեշտ լիներ, միանշանակ կկիսվեի, բայց ես պարզ գիտակցում եմ, որ այդ աշխատանքը իմ աշխատանքը չի ու ես չեմ կարող ներկայացնել աստղիկի բաղադրատոմսերը ձեզ։ Աստղիկը 60 հատից ավել դասեր ունի, տարբեր տեսակի տորթեր, կրեմներ, կարամելներ, ու որ ես եթե այն տեսակ անձնավորություն լինեի, որ մի անգամից այսպես բաղադրատոմսը գողանայի ու ներկայացնեի ձեզ, միանշանակ արդեն ալիքս կտրաքեր այդ տեսակ բաղադրատոմսերից, բայց ես գիտակցում եմ, որ դա իմ աշխատանքը չի, ու եթե ես սկսեմ ներկայացնել բաղադրատոմսեր, ապա միայն իմ բաղադրատոմսով, որ ես արդեն ինքս իմս պատրաստեմ, միանշանակ ձեր հետ կկիսվեմ։ Ինչքան խոտ է, հələ նայեք, հա ջան, ուզում է սամալյոտով թռնի, ուր ես ուզում թռնես, Հայաստան, Արսեն, ուր ես ուզում թռնես, Հայաստան, սամալյոտով գնանք Հայաստան, ինքնաթիռ, ինչ? Մագազին գնանք, կգնանք պալիս, հեսա պապան գա, անձրև ուժեղացավ, անձրևն ինձ է սպասում, մտնեմ խոզերին կերակրեմ տամ, նոր արագ գա, հողամասում էլ էի, լիքներն է այսպես տնկում, արևը բացվեց, ասի Գյորգ, Աստված ինձ է սպասում, ես հասնեմ տուն, նոր անձրև գա, վերջի պամիդորի այսպես, պամիդոր չեր կներիք, վերջին պղպեղը դրեցի ու անձրևը արագացավ, ասի տեսար, որ Աստված ինձ էր սպասում, հիմա Աստված սպասում է խոզերին կերակրեմ ու նոր կա, լնեք ինչ սիրունա պիոնները, զեմ, մաման առավոտվանից վազում է, բալես, մամա ասում է վազի, ես էլ այ թութի ծար, ծաղկանոցս անմխիթար վիճակում է գտնվում, պետք է գամ տենամ ծաղիկ կա, որ կտրեմ տանեմ տուն, ապսոս է դրսում մնա չանը, տեսնենք երեխեքս ինչ են անում ու գամ գոմ, երեխեք լտեսեք ինչպես է բացվել պիոնները, հեսա գնում եմ են մնացածն էլ բերեմ, խոզերից վերջացնեմ, քաղեմ բերեմ, աղջիկներ ջան վերջացրեցի խոզերից, հիմա արդեն անձրևը արագացավ, գնամ համեմ և մաղադանուս էլ քաղեմ, բորշի համար ու վերջ, մազերս դեռ թացա, հիմա ավելի կխոնավանա, հələ նայեք ինչ եմ արել ստեղ, այստեղ հիշում եք, ինչքան խոտ կար, այստեղ ամբողջը մաքրել եմ, էդը տեղ, ոյ թացա, բայց սպասեք, այստեղ,
լոբիները սենց մաքրելով գնում եմ վաղ առավոտյան, եթե անձրև չլինի, սենց մի քանի մարգել են կոմ կգնամ կմաքրեմ։ Հիմա այս խոտից տանեմ հավերից տամ, թարմ է էլի ինքը, հատուկ շիթիլների համար չեմ թողնում հավերին, բայց հարևանի հավերը սենց ազատ գնում գալիս են, աղունակները, հավերը գալիս են, ելակներն են ուտում, հələ նայեք ինչքան խոտ եմ հանել այսօր, են կոմը ստե վարունգի տեղն եմ սարքում, աղջիկեք ջան, միամիտ կեր էի տալի հավերին, մեկ էլ ակլորը խփեց հետևից, դուս էի գալի արդեն, ասի գնամ կեր ու ջուր բերեմ, մեկ է որ չթռավ խփեց ոտից, և ինչի համար, որ հարևանի հավին ասում էի գնա, դու մերը չես էլ, ինչ ես եկես մեր մոտ, կմտածեն գողացել ենք։ Ահա